Բարև ձեզ, և այսպես տեղի ունեցավ այն, ինչի մասին այսքան խոսվում և կանխատեսվում էր։ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա, տեղեկություններ կան բարձրաստիճան զինվորականների և գիտնականների մահվան մասին, սպանության մասին։ Իսրայելի վարչապետը հայտարարեց, թե Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար, նա նշել է, որ հարձակումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար։ Իր հերթին իրանական կողմը հայտարարեց, որ Իսրայելը պետք է պատրաստ լինի ծանր պատժի։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում մենք փորձելու ենք գնահատել ստեղծված իրավիճակը տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում, հատկապես Հայաստանի ուղղությամբ, Հայաստանի նկատմամբ վտանգների հնարավորության համատեքստում։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, այստեղ համադրվում են փաստերը, կարծիքները և կանխատեսումները։ Զրուցակիցս Արա Պապյանն է, դիվանագետ, Modus Vivendi կենտրոնի ղեկավար և ԱԺԲ խորհրդի անդամ։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Նախ սկսենք նրանից, թե ինչպես գնահատեք ստեղծված իրավիճակը, Իսրայելի այս հարձակումը ռազմական, ռազմավարական համատեքստում և գործողությունների օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից։ Դուք իրավացիորեն նշեցիք, որ տեղի ունենում այն, ինչը կանխատեսելի էր և դրա մասին մենք ինքներս վաղուց ենք խոսել, ուղղակի երկար ժամանակ Միացյալ Նահանգներին հաջողվում էր զսպել Իսրայելի նման գործողություններից, ես կարծում եմ պատճառներից մեկը, ինչու հիմա տեղի ունեցավ, այն է, որ Իրано-ամերիկյան բանակցությունները արդյունք չբերեցին։ Իրանը բավականին կոշտ դիրքորոշմամբ էր հանդես գալիս, չէր հրաժարվում իր միջուկային ծրագրից, Իսրայելը գնահատում այդ ծրագիրը անմիջական գոհութենական վտանգ, եւ մենք տեսնում ենք հենց Նեթանյահուի հայտարարությունից, որ իրենց նպատակն է սա չեզոք հասնել։ Բայց առաջիկայում նորից հանդիպում բանակցություններ լինելու են Կիրակի օրը։ Բնականաբար, բայց արդեն վստահ եղեք, երբ որ դու հարվածներ ես ստացել եւ կորուստներ ես ունեցել, հաստատ դիրքորոշումը Իրանի կփոխվի դեպի ավելի փափուկ թե ավելի կոշտ, դա էլ կտեսնենք, որտեվ երկուսն էլ հնարավոր տարբերակ է։ Ամեն պարագայում սա մեզ համար, Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ է ստեղծում, որտեվ անկայունացնում է վիճակը, Իրանը մեր անվտանգության, այսպես ասած, բաղադրիչներից մեկն է, հատկապես Սյունիքի հարցով, եւ երբ որ Իրանը իր ռազմական կարողությունները ավելի թույլ լինեն եւ զբաղված լինի ինքը իր անվտանգության հարցերով, բնականաբար ավելի քիչ կարող է հնարավորություն ունենալ միջամտելու այս հարցին։ Հատկապես նաև հասկանանք, որ հիմա ընթանում է թուրք-ադրբեջանական ռազմական զորախաղեր, վարժություններ եւ այլն, եւ Նախիջևանի տարածքում սա լուրջ վտանգ է մեզ համար, այնպես որ ես կարծում եմ մեր իշխանությունները, օրինակ, ես չեմ կարդացել տեղեկություն, բայց կարծում եմ պետք է անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, ինչ որ անհապաղ ինչ որ քայլեր եւ հնարավոր տարբերակները մշակել, ինչ դեպքում, որովհետեւ կրկնում եմ, կտրուկ բարձրացել է վտանգը Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ոտնձգությունների։ Հայաստանի նկատմամբ վտանգին, քանի որ անդրադարձակ, այս պարագայում կարծում եք, որ հավանական է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան օգտվեն փորձեն օգտագործել այս իրավիճակը եւ այս պարագայում հնարավոր է, հավանական է, որ Թուրքիան ավելի ագրեսիվ դերակատարում ստանձնի։ Թուրքիան ոչ, անմիջապես ես չեմ կարծում, որ ներգրավված լինի, որովհետև ամեն պարագային Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր որոշակի զսպման տակ է գտնվում այդ անդամները, այնտեղ տարբեր լծակներ, Ադրբեջանի պարագան է, այսինքն Թուրքիան կարող է ինչպես միշտ խրախուսի, աջակցի, օժանդակի, բայց Ադրբեջանը երբեք իր մտադրությունները չի թաքցրել եւ մենք գիտենք, որ պահից օգտվել իրեն գիտեն։ 2020-ն էլ այդպես եկել, 22-ն էլ այդպես եղել, հիմա էլ շատ հնարավոր այդպես լինի։ Սա չի նշանակում, ես չեմ կանխատեսում, որ այսպես շատ լայնածավալ ինչ որ, ինչպես ասում են, Սյունիքը, Վայոց ձորը կգրավեն, չէ, բայց իրենք կարող են հերթական բարձունքներ, հերթական ինչ որ պատառիկներ ողելու, իրենք իրականացնում են, ինչպես ժամանակին ասել, բաստուրմայի քաղաքականություն, այսինքն փոքր շերտերով կտրելով տանում են, դա մարսում են, հետո մյուսն են, որովհետև մեծ պատառ վերցնելը շատ խնդիր է դրա մարսելու առումով միջազգային։ Ես դա պիտի հարցնեի, թե ինչու եք կարծում, որ քիչ հավանական է, որպեսզի ցանկանան մեծ պատառ վերցնել։ Իրավիճակը լարված է,
տարածաշրջանում հարվածների Իրանի նկատմամբ, դա էլ հենց կարծես թե պետք էր Ադրբեջանը։ Այո, բայց այստեղ խնդիրը հարցը հետեւյալն է, եթե մեծ տարածք են վերցնում, դա պետք է մարսես, դա պետք է հիմնավորես։ Օրինակ, եթե ասում են, այ տեսեք, մեզ Միջանցքի հարց ենք լուծում կամ, չգիտեմ, Բարձունքի հարց ենք լուծում, որովհետև իբր դա իրենց անվտանգության հարց է, ոնց պիտի հիմնավորեն։ Այսինքն, ենթադրենք մի քանի հազար քառակուսի կիլոմետր գրավելու պարագային։ Մի քանի տասնյակ հնարավոր է, մի քանի հարյուրել հնարավոր է ցավոք սրտի։ Եվ դա հենց վատն է, որ տեսեք, մենք քննարկում ենք նման հնարավորությունից եւ հակադարձելու ըստ էության ոչ դաշնակիցներ ունենք, որոնց միջոցով փորձենք սպառնալ եւ հակադարձել, ոչ ռազմական կարողությունները։ Ես նաեւ ճիշտն ասած մինչեւ հիմա լուրջ չտեսա, որ օրինակ մեր իշխանությունները օրինակ պիտի լուրը ներ զանգել են, խոսել են Մակրոնի հետ, չգիտեմ, խոսել են Ռուբիոյի հետ, գուցե տեղեկությունները կլինեն դեռ։ Ոչ, ասում եմ, մինչև հիմա չկա։ Հա, բայց արտահայտության հայտարարությանը այս համատեքստին ինչպես եք վերաբերում, ես շատ վատ հայտարարություն էր, ասեմ ձեզ, շատ միակողմանի, դատապարտով Իսրայելին, այսինքն դա բանը մի կողմից Իսրայել, մյուս կողմից Իրան, բայց երկուսին էլ կարելի էր խաղաղության կոչի դանել, հաշտություն եղբայրություն, այսինքն դու հստակ բռնել ես Իրանի կողմը, անգամ Ադրբեջանը մեր պարագայում որ ասենք այսպես հավասարակշիռ երկու կողմերին հավասարության նշան տվող հայտարարություններ էին անում, մենք դրանից վատ էինք զգում, չէ՞, հիմա դե Իսրայելն է հարվածել ու Իսրայելը հարվածել է, որտեվ Իրանը սպառնում է, Իրանը չի ճանաչում Իսրայելի գոյությունը, Իսրայելը հարվածել է, որտեվ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքը ինքնապաշտպանության իրավունք ունի։ Լավ, Հայաստանի չի որ Իրանը ճանաչում է Իսրայելի գոյությունը, Իրանն ասում է ես այդ պետության գոյությունը չեմ ճանաչում, ես պիտի կոտորեմ, ջարդեմ, փրկեմ, ծովը թափեմ բոլորին։ Բնականաբար միջազգային իրավունքի տեսակետից իրանք իրանց պաշտպանելու իրավունք ունեն։ Վստահ եմ առաջիկայորեն ամբողջ ամերիկյան հասարակությունը կանգնելու է Իսրայելի կողքին եւ ամերիկյան վերնախավը գումարած եվրոպացիներին։ Միացյալ Նահանգների հայտարարությունը շատ ավելի զգուշավոր էր, ասում են մենք ճիշտ է տեղեկացված էինք, բայց մասնակից չենք։ Սա զգուշավորություն է դաշնակցի նկատմամբ, թե պատասխանատվությունից ձեռքերը լվանալ է։ Ես ասացի, որ մինչև հիմա չի հարվածել Իսրայելը, որտեղ Ամերիկան թույլ չտվե։ Ամերիկայի շահի տեսակետից սա բնավ ցանկալի չէր, բայց Ամերիկան չի կարող ամբողջովին վերահսկել Իսրայելը։ Ինչքան լծակ ունի Ամերիկան Իսրայելի վրա, այդքան էլ Իսրայելը լծակ ունի Ամերիկայի վրա։ Ելնելով ներքաղաքական հարցերից, հատկապես երբ որ հիմա Տրամպի դիրքը բավականին այսպես սասանվում է եւ այլ ինքը որևէ էական հաջողություն չի ունեցել, բնականաբար հաստատ Սենատը կանգնելու է Իսրայելի կողքին, հաստատ Կոնգրեսը կանգնելու է Ամերիկա, հաստատ ամերիկյան լրատվությունների, սրանք փաստեր են։ Իսրայելի վարչապետի հայտարարությանը ինչպես վերաբերել, ասում է, սկսել են էլի միջազգային իրավունքի տեսակետից եմ ասում, էլի Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար։ Այսինքն կանխիչ հարված ենք մենք հասցնում կամ կանխարգելիչ հարված ենք հասցնում, հա սա է ասածը, եւ եթե այդպես է, ապա որն է դրա իրավաչափության սահմանը։ Իրանը պաշտոնապես բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը։ Միանշանակ, եթե գոյության իրավունք չկա, Իսրայելը ցանկացած գործողություն կատարելու իրավունք ունի, դա ՄԱԿ կանոնության կարծեմ 55-րդ հոդվածն էր հաստատում, կարելի է նայել ինքնապաշտպանության իրավունքը պետության սուրբ իրավունքն է, ասում եմ ես ինձ պաշտպանում եմ, եթե Իրանը ասեր ես ճանաչում եմ գոյության իրավունքը Իսրայելի, բայց օրինակ այս բարձունքը պիտի զիջի, չգիտեմ, այս տարածքը, որը գրավել է, դա կարելի է բանակցել, բայց եթե ասում եմ նրանց գոյության իրավունք չունի սիոնիստական ռեժիմը, բնականաբար ասում եմ, եթե իրենք ոտնահարում են միջազգային իրավունքը, չեն ճանաչում ՄԱԿ-ի բանաձևերը, որոնցով ստեղծվել է Իսրայել պետությունը ի վերջո ստեղծվել է ՄԱԿ-ի որոշումով, եւ ստացվում է, որ այն երկրները, որոնք չեն ճանաչում Իսրայելի գոյության իրավունքը, չեմ ասում սահմաններ, ես գոյության իրավունքն եմ ասում, սահմանները կարելի է վիճարկել, բայց ոչ, ասենք, գոյության իրավունքը։ Դրա համար ասում եմ, որ հիմա արդեն շատ մոտ են կանգնած ատոմային զենքին ստեղծման, մենք չենք կարող հապավղել, դրա համար պիտի բան անենք։ Եվ զարմանալին այն է, որ այս ժամը ոնց որ լուրջ չկա, լուրջ հակահարվածի Իրանի կողմից Իսրայելի։ Նրանք թրջող սարքերը հասկացանք, բայց
լուրջ հարվածի, չնայած հայտարարությունները կան, որ պետք է պատրաստ լինեն շատ ծանր պատժի, ծանր հարվածի, հակահարվածի եւ այլն, բայց մինչեւ հիմա այդ չնայած մինչեւ այս հայտարարություններ կային Իրանի կողմից, որ նման դեպքի համար, եթե Իսրայելը հարվածի, իրենք պլան ունեն բալիստիկ հրթիռներով հարվածելու եւ այլն եւ այլն։ Գուցե ունենան, բայց այստեղ հարցը ամերիկան չէր ուզում սա, բայց ամերիկան չի լքելու իր դաշնակցին։ Ես վստահ եմ, որ 6-րդ նավատորմը հիմա գնացել կանգնելա կամ շարժումա կանգնելու Իսրայելի ափերի մոտ իր հակահրթիռային ամբողջ պաշտպանական համակարգը օգտագործելու է Իսրայելը պաշտպանելու։ Իսրայելը ունի իր այդ գմբեթը, երկաթե գմբեթը, հիմա էլ ոսկե գմբեթ ինչ որ այլ ծրագիր կա եւ այլն, բանա։ Իսրայելը հաշվարկել է այդ հակահարվածի հնարավորությունները բնականաբար։ Իսրայելի համար կործանիչը նա կլներ, որ եթե Իրանը հնարավորություն ունենար ցամաքային պատերազմ մղելու Իսրայելի դեմ, բայց Իրանը այդ հնարավորությունը չունի, իսկ օդային ուժերի, հրթիռային ուժերի բանով Իսրայելի գերակայությունը ակնհայտ է, հատկապես եթե ամերիկաները նույնիսկ անօթաչուների մակարդակում, հա, այդ որ հարվածում են կեցավայրերին եւ այլ, նույնիսկ չգիտեմ ինչքանով ճշգրիտ տեղեկություններ կան, որ հենց Իրանի տարածքից, այսինքն այդ թիրախները պատահական, այսպես թիրախավորումներ չէին այդ անձանց մասին, որ խոսում ենք, կոնկրետ գլխատման օպերացիա։ Իրենք եթե բնակարաններում են կարող, սա առաջի դեպքը չի, բնակարանում ննջասենյակում, եթե ուկրաինական հետախուզությունը կարողացավ Ռուսաստանի տարածքից հեռարձակել դրոններ, ինչու պիտի Իսրայելը, որի հետախուզությունը շատ ավելի, այսպես ասած, փորձառու է, չկարողանա նույն բանը անել Իրանի տարածքից։ Ի վերջո հասկանանք, որ տասնյակ հազարավոր, եթե ոչ ավելի շատ իրանցի հրյաներ կան, որ Իսրայելում են ապրում, լեզուն գիտեն, մշակույթը գիտեն, նման են, այսինքն նրանց ինչ որ ներդնել երրորդ երկրների անձնագրերով, թեկուզև իրանական անձնագրերով տարիներ առաջ նրանց Իսրայելի տարածքում, էլ չեմ ասում, հարևան Ադրբեջանը, որը թշնամի երկիր է, նույն ես վստահ եմ, որ Ադրբեջանը եւ ադրբեջանական անձնագրերը հաստատ օգտագործել են, որտեվ հիշում եք ամիսներ առաջ, որ ֆիզիկոսներ էին սպանվել եւ այլն, այդտեղ ադրբեջանական հետ կար։ Այստեղ ադրբեջանական հետ կա անպայմանորեն մեջտեղ է գալու։ Հիմա այս ամենով հանդերձ ինչ եք կարծում, մենք գործ ունենք Իրանի գլոբալ խնդրի լուծման փուլի հետ, թե ես կարծում եմ փոքր դադարից հետո շարունակենք, վերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Modus Vivendi կենտրոնի ղեկավար ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Մենք քննարկում ենք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչ է կարծում, արդյոք մենք գործ ունենք Իրանի գլոբալ խնդրի լուծման փուլի հետ։ Եթե հիշում եք, բոլշևիկները կարծեմ իրենց երկրորդ համակոմանի ժամանակ երկու ծրագիր ընդունեցին, կոչվում էր պրոգրամա մինիմում, պրոգրամա մաքսիմում։ Այո։ Հիմա ես կարծում եմ մաքսիմում ծրագրերը այո, հիմա այդ ձև մի բան է։ Նվազագույն խնդիրը, որ Իսրայելը իր առջև դրել է, գլխատել ատոմային ծրագիրը եւ կարողությունները ոչնչացնել։ Եվ մենք տեսնում ենք, որ չակերտա, որ բարեհաջող անում, ինչ որ ֆիզիկոսներ են լուրջ սպանվել, տարբեր պաշտոնյաներ են սպանվել, հարվածներ են հասցվել ինչ որ ատոմային հետազոտական կենտրոնների, լաբորատորիաների։ Իհարկե, բաներ կա, որ ուղղակի ի վիճակի չի։ Այս է, որ իրենք խնդրում են Միացյալ Նահանգներից իրենց տրամադրել այդ B-52 օդանավերը, որոնք կարող են կրել ինչ որ հատուկ ռումբեր եւ այլն։ Բայց նվազագույն նպատակը սա է։ Հետ գցել ատոմային զենք ստանալու հնարավորությունը։ Ժամանակին իրենք դարեցին Սադամ Հուսեյնի հետ, կարծեմ 82 թվականին էր, եւ հաջող կարողացան այդ ծրագիրը սա անել։ Կարծում եմ մաքսիմում առավելագույն նպատակն է այս միջոցով ապակայունացնել երկրի ներսը եւ գալ իշխանափոխության։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը Իրանի օկուպացիայի խնդիր ադրե, այսինքն ոնց որ Իրաքի պարագայի մեր հիշում եք, ասենք ամերիկյան զորք գնաց բան։ Իրանի պարագային դա չէ, որտեղ պարզապես անհնար է։ Այսինքն 1.648.000 քառակուսի կիլոմետր, 85 միլիոն բնակչությամբ, այն էլ ժողովուրդ, որը եւ ասեմ, ես ինքս ամերիկացիների հետ որ խոսում, միշտ իրենց հետ են պայել ուղղակի Իրանի դեմ ներգրավել ռազմական գործողություններից, ասեմ, դա կոնտրպրոդուկտիվ կլինի, որովհետեւ դուք ոչ թե կասնեք իշխանափոխության, այլ կասնեք նրան, որ ժողովուրդը համախմբվի այդ իշխանության շուրջը, թողեք տեղի ժողովուրդ ինքը լուծի իր խնդիրները։
Հիմա սա է հարցը, արդյոք ժողովուրդը այնքան թուլացած կզգա կենտրոնական իշխանությունը, իսկ հիշենք, որ վերջի մի տարվա ընթացքում մի քանի նման դեպքեր եղան, վերջինն էլ բաներ, գործադուլներն էր, այդ բաներ եւ այլն, այսինքն այդքան կայուն չի վիճակը։ Այսինքն կարծում եմ առավելագույն նպատակը իշխանափոխությունն է, մեզ համար, Հայաստանի համար, հայերիս համար, ասում եմ, ինչ որ լինում է, թող լինի միանգամից, մեզ համար կարևոր է արագ լինի։ Եթե պիտի պատերազմը լինի ավարտվի, արագ ավարտվի, եթե պիտի իշխանության փոխություն լինի, արագ լինի, եթե չպիտի լինի, ելի արագ լինի, որովհետև ձգձգումը մեր հարևան Ադրբեջանի եւ Թուրքիան գայթակղությանը տանելու, ոնց որ ասած, ինչ-որ գործողությունների դա։ Հիմա իրենք սպասողական դիրքի մեջ են։ Իրանք փորձում են հասկանալ ինչ է տեղի ունենում։ Այո, Թուրքիա-Ադրբեջան։ Իրենք կանգնած են բանով։ Ի վերջո զորավարժությունը այդ հնարավորություն կենտրոնացված զորքերն ունեն ամենաբարձր մակարդակով զորավարժությունը այն անցկացնում։ Դե հենց այդ զորավարժությունը է դա, զորավարժությունից ռազմական գործողությունների անցնելը մի հրամանի հարց է ըստ էության։ Ես չգիտեմ մեր կողմից ինչա տեղի ունենում, բայց դրա համար արագ, այսպես ասած, խնդրի արագ հանգուցալուծումը ինչ տարբերակով էլ լինի, արագությունը մեր օգտին է։ Լավ, ասում եք Միացյալ Նահանգները չի լքի իր դաշնակցին, Ադրբեջանը, Թուրքիան սպասում են եւ փորձում են հասկանալ ինչ է լինում, որպեսզի կարողանան օգտվել, իսկ ինչ սպասել Ռուսաստանից եւ Չինաստանից, սրանք երկրներ են, որոնք ռազմավարական համագործակցության փաստաթղթեր ունեն Իրանի հետ։ Կարծում եմ իրենք էլ դեռ սպասելու են հասկանան ինչա տեղի ունենում, եթե նկատում եք այս բանը կա, որտեվ չէ, նախ Ռուսաստանը հստակ հայտարարել, որ ասում եմ, ին վրա հույս չդնեք, ես ռազմական միջամտություն չեմ ունենալու։ Դրա մասին Պեսկովը հայտարարություն արեց, բայց էլի ընդհանրապես ինչ-որ հայտարարություն պատրաստում նախ չի կարող, Ռուսաստանը ուզենալ այսօր չի կարող, ինքն զենք առնում Իրանից, ոչ մարդ ունի, ոչ զենք ունի, ոչ բան, ոչ էլ ցանկություն ունի։ Ռուսաստանի հարցը մի կողմ։ Չինաստանը, գիտեք, երբ որ մենք նայում ենք պատմականորեն այս բանը, Չինաստանը կոչվում է power projection, այդ ուժի արտացման բանը դեռ այդ հնարավորությունը չունի եւ ինքը չի կռվի Իրանի կողմից։ Այսպես պարզնային, գիտեք, դրա հնարավորությունը պարզապես այսօր չունի այդ ուժի դեմ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, արդյոք կսահմանափակվի, ես կարծում եմ այդպես է սահմանափակվելու։ Իրան-Իսրայել փոխադարձ հրթիռակոծումով այդ դրոններով խփելով, թե ուրիշ երկրներ էլ կներգրավեն։ Հաջորդ հարցը դրան էր, հիմա հնարավոր է հավանական որքանով է հավանական, որ այս հարձակումը վերաճի լայնածավալ գործողությունների այլ ռազմական գործողությունների այլ երկրների ներկայացումը։ Ես կարծում եմ ոչ, միակ հավանական տարբերակը դա Ադրբեջանի հարձակումն է Հայաստանի վրա, հավանական, բայց ոչ դա տեղի կունենա։ Այսինքն եթե նայում ենք թե որ երկիրը կարող է այս բայից օգտվի, դա Ադրբեջանն է։ Մյուս երկրները ավելի սպասողական դիրքի Ես նկատում եմ ոչ միայն Հայաստանի վրա, այլ ընդհանուր մեծ Ես էլ ասում եմ, մյուսները սպասելու են։ Օրինակ հարձակում չի լինելու, բայց Իշենք Պակիստանը, ընդհանրապես բելուջների հարցը կա, պակիստանական բելուջների հարցը կա, իրանական բելուջների հարցը։ Եթե Պակիստանում բելուջները անկախություն են հռչակում, Իրանում էլ նրանք նաև սունի են, տարբերվում են Իրանի բնակչության մեծ մասից, կարող է նրանք գլուխ բարձրացնել։ Ի վերջո Իսրայելը հսկայական աշխատանք է իրականացնել Իրանի ազգային ու կրոնական փոքրամասնությունների միջև ինքը սա է փորձելու շարքել, այսինքն ինքը թույլատրել կենտրոնական իշխանությունը, ապակայունացնել մի քիչ ցնցել եւ Իրանն էլ շատ հետաքրքիր է այդ առումով, որ իր, ասենք Ռուսաստան, տեսեք, իր ազգային փոքրամասնությունները, ասենք Վոլգայի երկայնքով են, կենտրոնական Ռուսաստանում են, Իրանի պարագայում, այսպես ամբողջ շրջագծով են, երբ որ նայում ենք, եւ իրենք նաեւ մասամբ Իրանի ներսում այդ ժողովուրդը մասամբ սահմանի մյուս կողմը, գրեթե միշտ այդպես է։ Եվ եթե ասենք հյուսում թուրքմենները հանգիստ են, խնդիր չեն առաջացնում, Ադրբեջանում աշխատանք տարվել է եւ տարվում է։ Իրանական Ադրբեջանում բնականաբար Ալիևն էլ տեսնում ենք, բելուջների պարագայում այդ կա, Իրանական Քրդստանը դեռևս հանդարտ է, բայց չգիտենք դեռ ինչ կլինի։ Մենք չգիտենք ինչ աշխատանք է տարել Մոսադը այս ամբողջի ներսում։ Իսկ այն, որ իրանք շատ լուրջ աշխատանք էին տանում, դա ակնհայտ է։ Ես գոնե գիտական ինչ որ տպում են դանից ծանոթ է, մարդիկ թեզեր են առաջ քաշում, որ չգիտեմ, այդ կորած իրանական, կներեք, իսրայելական բաները կան, չէ, ասենք ժամանակին ինչ որ ցեղախմբեր, բաներ եւ այլն, այս սրանք են, սրանք հուդայական ծագում ունեն Իրանի ներսում, ասենք լուրջ աշխատանք է տարվել։ Մարդկանց համոզելու, որ իրանք հրեա են։ Գործողությունների տակածավալումը կապված է նաեւ նրանից, թե ինչ հատկապես ինչպիսին կլինի Իրանի պատասխանը։
ասենք մենք նախընթաց անցած տարի էր, չէ, մեկ անգամ, երկու անգամ պատասխան եղավ, բայց կարծես թե այնպես էր, որպեսզի այդ պատասխանը լինի դեմք փրկելու համար եւ մենք հենց այդ բառացի այստեղ այդ խոսացել ենք, որ Իրանը կարծակվի, բայց այնպես կանի, որ շատ չտուժեն, որպեսզի դեմքը պահի եւ գործողություններն էլ իրավիճակն էլ շատ չծրվի։ Հիմա դրանից է կախված թե ինչ ընթացք ունենա։ Այո, բայց Իրանն էլ ինձ թվում է սպասում է ամերիկան, նայեք, ասում եմ նայեք 6-րդ նավատորմի շարժը։ 6-րդ նավատորմը, եթե իր տեղում, գիտեք, միջերկրական ծովն է իր պատասխանատվությունը, եթե շարժվում է դեպի Իսրայելի ափերի մոտ, արդեն իրանք զգուշանալու են, որովհետև այդ նավատորմը այդ կարողություններն ունի եւ նաեւ դեպի Պարսից ծոց, այսինքն այդ հնդկական օվկիանոսի ուժերն ինչ են անում, բայց ամեն պարագային ես կարծում եմ ամերիկան շահագրգռված չի մեծածավալ այդ բախումներով, դա Նաթանյահուի եւ Իսրայելի հարցն է իրենց խնդիրները լուծելու, ուղղակի իրանք լավ են հասկանում, որ Ամերիկան ունեն բավական լծակներ մոբիլիզացնելու կոնգրեսը, մոբիլիզացնելու հասարակական կարծիքը հօգուտ Իսրայելի եւ ոնց որ ասած գոնե դատապարտում չստանան, ինչ որտեղ էլ աջակցություն ստանան։ Բայց այն որ Թրամփը առանձնապես շահագրգռված չէ, դա էլ եւ ռազմական գործ։ Թրամփը առանձնապես շահագրգռված չէ, այդ մասին հայտարարում է եւ կարող ենք արձանագրել, որ շատ բան, եթե ոչ ամեն բան, կախված է Միացյալ Նահանգների դիրքավորումից այս պահին ինչպես։ Շատ բան, ես չի ասի ամեն բան, եթե ամեն բան կախումը լիներ, Իսրայելը չէր գարցակվի։ Իսրայելը կատարված փաստի առաջ է կանգնեցնում բոլորին։ Այսինքն իհարկե շատ բան կախված է, որովհետև Իրանի հաշվարկը պատասխան քայլերը նրանից է ինքը բախվում է Իսրայելի հետ, թե ինքը բախվում է Իսրայել, որի թիկունքին Միացյալ Նահանգներն է եւ ինչ շապովական։ Դա շատ կարեւոր հարց է։ Մյուս երկրների միջամտությունը եւս դրանից է կախված, այսինքն Իրանը մեկուսացված է, թե ասենք Իրանի կողքի ինչ որ բաներ կա։ Այսինքն այս ամբողջը բանա։ Դրա համար նո առավոտյան է պատերազմը սկսել, մի քանի ժամ, հա, դեռ ոնց որ ասած քիչ է, բոլորը փորձում են հասկանալ ինչա տեղի ունենում, եւ շատ բաներ կախում կունենա առաջիկա ժամերից։ Հետաքրքիր է, շատերը սպասում էին, որ Կիրակի օրը հանդիպումը կլինի, դրանից հետո նման գործողություններ կամ կլինեն կամ չլինի, բայց դա այս գործողությունները նախորդեցին։ Հիմա այս իրավիճակում այդ բանակցություններից ինչ սպասել։ Նայեք, մենք չգիտենք այդ բանակցությունների մանրամասը։ Ենթադրենք, ես ենթադրություն անում։ Իսրայելական հետախուզությունը լուր ունի, որ Կիրակի օրը Միացյալ Նահանգները որոշակի զիջումների պիտի գնային Իրանին եւ ինչ որ մի փաստաթուղթ ստորագրեին, որը ի վնաս Իսրայելի էր լինում։ Հիմա այդ պարագային դա կարող է արագացնի, որ իրենք ոնց որ ասած կատարված փաստի առաջ կանգնացնեն, ու Իրանը կարող է Միացյալ Նահանգներն ասի, բա մենք պայմանավորվում էինք այլ բան, հիմա խախտվել է, հետեւաբար այդ մեր բոլոր պայմանավորությունները մի կողմ եւ այլն։ Քանի որ մեր ենթադրությունները, մեր վերլուծությունը զուտ բաց աղբյուրների վրա, իսկ քաղաքագիտությունը այնպիսի մի բան է, որ եթե դու չունես փակ աղբյուրներից լրացուցիչ տեղեկություններ, կամ գոնե մենք պիտի սպասենք տեսնենք այդ փակ աղբյուրները բացվեն, միշտ լինում է, գիտեք, այդ դրսի մամուլը գրում է, որ մեր աղբյուրները սա, այս բաները, որ կարողանանք ամբողջական պատկեր ունենանք։ Ամեն պարագային մեզ համար էլի գանք մեր տարածաշրջան, սա մեր մարտահրավերները եւ վտանգները շատացնում է։ Դա բնականաբար շատացնում։ Սա այդ առումով մեզ համար լավ չի։ Ուղղակի հարցն է, թե ինչ մակարդակի դա կարող անի, ու ես էլ եմ ասում, ես չգիտեմ, կոչ եմ անում, սպասում եմ, որևէ իշխանություն չնստեն, սպասեն։ Պետքա Մակրոնին զանգել, պետքա փորձ անել Միացյալ Նահանգներ, անգամ պետքա Պուտինի հետ խոսալ, բոլորի հետ պետքա հիմա ինտենսիվ նստել, խոսալ, բան անել։ Սա ոնց որ ասած կատակ բաներ չեն, էլի։ Այսինքն սա այն վիճակն է, որ Ալիևն էլ գիտենք ինչ ռազմատենչ եւ այդ հասարակությունը հայատացության մեջ խեղդվող հասարակություն է։ Եվ դա այդ հասարակական կարծիքը անգամ կարա ստիպի Ադրբեջանի ղեկավարությանը քայլերի ձեռնարկելու։ Դա համար պետք է ինչ-որ շատ ակտիվ քայլեր անել այդ ուղղությամբ։ Եվ այդ հարթության մեջ եւ այլ հարթությունների, ասենք հիմա հնարավոր է, որ Իրանից բազմաթիվ փախստականներ հայտնվեն Հայաստանում, նրանց դիմավորել, չգիտեմ, այդ կարգի արկելը են կառաջանա։ Ես չեմ կարծում դեռևս այդ կարգի բան, որովհետեւ ամեն դեպքում թիրախային հարվածներ ա գնում, էլի, մենք օրինակ քաղաքների ռմբակոծության մասին որևէ բան լուրեր չկան։ Նայեք, բանին Իսրայելին ձեռնատու չի մեծ քաղաքային ռմբակոծումներ անել, ասենք խաղաղ բնակչության դեմ, որտեղ դրանով ինքը իր դեմ է տրամադրելու, իսկ Իսրայելը հաշվարկում է, որ այդ բնակչությունը իր
եթե ոչ այսօրվա դաշնակիցը, ապա պոտենցիալ դաշնակիցը։ Այսինքն ես կենտրոնական իշխանության թույլատնում եմ, ես դու ժողովուրդ քո խնդիրները լուծի։ Եթե տասնյակ, եթե եւ հարյուրավոր զոհեր լինի բնակչության մեջ, այն էլ չարդարացված, պիտի Իսրայելի դեմ տրամադրվեն։ Եթե ստապ ենք նայում, ինչ օգուտ որևէ երկրի, հարևան երկրում 500 քաղաքացիական անձ սպանելու մեջ։ Ոչ մի օգուտ չկա դրանից, բացի քո դեմ։ Այ ուրիշ բան, եթե սպանվողը, չգիտեմ, ատոմային ֆիզիկայի մասնագետ էր կամ բասիջի այդ ղեկավարը կամ մյուսը, այդ հասկանալի է։ Իրենց, բայց առաջնային խնդիրը մենք ասացինք, այդ պրոգրամա մինիմումն է, որ ատոմային կարողություններին այնպիսի վնաս հասցնի, որ դա առնվազն մի քանի ամիս, միգուցե մի քանի տարի հետ գցի, որովհետև գիտեք, ի վերջո դա հսկայական փող է, ասենք միլիարդներ են, չէ՞ դրա վրա ծախսվում այդ ամբողջի վրա, արդյոք Իրանը կկարողանա վերականգնել այդ ամբողջը։ Լուրջ կասկածելի է դա։ Կիրակի օրը կայանալիք հանդիպումից ինչ որ ակնկալիքներ։ Մենք չգիտենք դեռ կլինի թե չէ։ Թրամփը հույս ունի, որ այդ հանդիպումները հանձնարարել է, որ այդ հանդիպումը լինի, որ այստեղ Իրանի կողմից որ գործարքը կկնքվի եւ այլն եւ այլն։ Դե եթե ուրեմն գործարք պիտի կնքվի, ուրեմն այնպեսին պիտի լինի, որ Իրանը ինչ որ ցևով պիտի բավարարված զգա իրեն։ Այդ դեպքում մենք ունենանք այն ինչ որ եղավ ժամանակին, Իրանը որոշ հարվածներ, պատասխան հարվածներ Իսրայելին կհասցնի, բայց այնպեսին, որ սեփական բնակչությանը ցույց տա, որ տեսեք պատասխանեցի, բայց մյուս կողմից էլ Ամերիկային ասի, տեսեք, ես առանձնապես չվնասեցի իրենց, այդ բանը կլինի։ Գանք մեր շահի տեսանկյունից շատ կարևոր է, այո, որ լինի համաձայնություն։ Իրանա-ամերիկյան հաշտեցումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, որովհետև այդ պարագային Միացյալ Նահանգները հնարավորություն են ստանում հնդկական ապրանքները ի հակակշիռ չինականի Իրանի վրայով մտցնել եվրոպական շուկա, հետևաբար ոնց ասած եվրոպացիներին կտրել չինական ազդեցությունից։ Իսկ դա մենք այդ օղակի մի մասը կլինենք Իրան Վրաստան արանքում։ Այդ առումով մեզ ձեռնատու է եւ մենք միշտ դրա կողմն ենք հանդես եկել։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Մոդուս Վիվանդի կենտրոնի ղեկավար, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ, կհանդիպենք։